Ես Տերիեղյա քահանան եմ, Վարագավանքի հոգևոր հովիվը։ Եկեղեցու հետ կապված ժողովրդական շատ ավանդույթներ կան, ժողովուրդը պատմում էր, որ եկեղեցում բազմաթիվ հրաշքներ են տեղի ունեցել, կանայք, որոնք որ երեխա չէին ունենում, գալիս եւ ուխտ էին անում եկեղեցում եւ հրաշքով երեխաներ էին ունենում, իհարկե իրենց հավատքից էլ է շատ բան կախված եւ վերջերս մի Իջևանից մի մարդ եկավ եւ նորից նույն ձև պատմեց, թե Տեր հայր ես երեխա չեմ ունեցել 20 տարի, կինս երազում եկեղեցի ա տեսնում սպիտակ եւ մենք ասմանկած եկեղեցի ման են գալիս ու երբ որ ասում մոտեցանք արդեն այս եկեղեցուն, կինս ձեռքս բռնեց եւ ասեց, որ այս եկեղեցին եմ տեսել երազումս եւ պատմեց, որ բարձրացել են ուխտ են արել եկեղեցու հետ ու հավատքով հետ մի երեխա ունեին 15 տարեկան տղա եկեղեցու հետ ուխտ անելուց հետո երեխա են ունեցել ինքը արդեն 50 քանի տարեկան էր եւ ունեին այդ մի 15 տարեկան տղան եւ ամեն տարի ասում մենք ուխտ ենք անում գալիս ենք եկեղեցի պարտադիր երբ որ կստացվի ու էլի այդն ժողովրդական շատ ավանդույթներ կան եկեղեցու հետ կապված եկեղեցին շատ կապված եղել ընտանիքների հետ ամուսնությունները այդտեղ ժամանակին շատ են եղել եկեղեցում եւ միակ եկեղեցում որտեղ որ Գավթում զույգ խաչքարեր են քանդակված ընտանիքներ, որոնք որ թագավորական կլիներ կամ իշխանական ընտանիքներ կամ հասարակ ընտանիքներ, ովքեր որ եկեղեցու նվիրատվություն էին տալիս, իրանց անունով խաչքարեր են քանդակվել եկեղեցում։ Ժողովրդի կապը եկեղեցու հետ շատ է եղել ժամանակի ընթացքում։ Ճիշտ է, որ այստեղ Քրիստոսի խաչափայտի մասունք կա։ Այստեղ պահվել է Քրիստոսի խաչափայտի մասունքը Արևմտյան Հայաստանի Վարագավանքից, որտեղ որ պահվում էր Քրիստոսի խաչի մասունքը, որը որ գտնվեց Վարագա լեռան վրա, Թոդիկ ու Հովել ճգնավորների տեսիլքով Աստված հայտնում է խաչի մասունքի տեղը, որը որ Հայաստան է բերել Ռիփսիմե կույսը։ Իր վզին կախված է եղել եւ Կեսարիայից բերել են Հայաստան խաչի մասունքը եւ թաքցնում են Վարագա լեռան վրա։ Եվ Վարագա լեռան վրա հետագայում Թոդիկ Հովել ճգնավորների աղոթքով, խնդրանքով Աստված հայտնում է եւ մեծ տեսիլք է լինում խաչը մեջտեղում 12 սյուներով եւ այդ տեսիլքով խաչափայտի մասունքն է լինում եւ որտեղ որ հենց Քրիստոս ինքն է ասում որ մարդու որդին հաճեցավ բնակվել այս խաչափայտի մասունքի մեջ եւ պահապան է լինելու հայոց ազգին։ Երբ որ մոնղոլական արշավանքների ժամանակ հարձակում է լինում վանքի վրա, Վարագավանքի Արևմտյան Հայաստանի, որը գտնվում է Վան քաղաքում, Վասպուրականում, այնտեղից Վանահայր Ղուկասը, Քրիստոսի խաչափայտի մասունքը եւ ուրիշ սուրբ մասունքներ, որ պահվում էին եկեղեցում, փախցնում բերում են այս եկեղեցի։ Դրա համար եկեղեցին անվանվեց Նոր Վարագավանք։ Կառուցվել է Գյուրիկյան իշխաններ, Դավիթ Վասակ հայրեորդի իշխանների կողմից։ Եկեղեցին եղել է իրենց հոգևոր կենտրոնը։ Խաչափայտի մասունքը հիմա եկեղեցում չի պահվում, տեղափոխվել է Մարիաթոր Սուրբ Էջմիածին, պահվում է Մարիաթոր Սուրբ Էջմիածնում եւ ամեն տարի Մարիաթոր Սուրբ Էջմիածնից Վարագա խաչի տոնին, որը հատուկ է միայն հայ ազգին, որ բոլոր ազգերը չունեն այդ տոնը, միայն հայ ազգ ունի այդ տոնը, ամեն տարի Վարագա խաչի տոնին Մարիաթորից խաչափայտի մասունքը բերվում է եկեղեցի Վարագավանք, պատարագ է մատուցում ուխտավորների հետ միասին թափորով բերվում բարձրացվում է եկեղեցի պատարագ է մատուցում եւ նորից վերադառնում Մարիաթոր Սուրբ Էջմիածին։ Վերջի հոգեվորականը եկեղեցում եղել է Գրիգոր arczepiskopos Մանուչարյանը, որի շնորհիվ հիմնվել է նաեւ Վարագավան գյուղը եւ մինչեւ 1846 թվականը 1846 թվականին մահացել է Գրիգոր arczepiskopos Մանուչարյանը, նա եղել է զինվորական եւ հոգեվորական, ունեցել է 500 հոգանոց հեծելազոր մահապարտների, որոնք այս տարածքից թուրքերին քշել են։ Եվ պատարագի ժամանակ նույնիսկ պատմում են, որ Գրիգոր arczepiskopos Մանուչարյանը ինքը միշտ զենքը կողքին պատարագի մատուցել եւ պատրաստ ամեն պահի, երբ որ թուրքերը արձակվեն, ինքը պատրաստ որ իր ջոկատով պաշտպանի հայրենիքը, եկեղեցին եւ այս տարածքները։ 1846 թվականից սկսած այստեղ հոգեվորական նշանակված չի եղել եւ վերջերս ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ քահանա նշանակվեց այստեղ եւ ես որպես հոգեվոր սպասավոր։ Շատ կարեւոր է որ մարդիկ ոչ թե որպես տուրեր կան իրենք եկեղեցի, այլ իրենք որպես հավատքով, որպես հավատավոր ժողովուրդ, Աստծո ժողովուրդ
իրենք կանգնած լինեն եկեղեցու կողքին, այցելեն եկեղեցիներ, իմանան քրիստոնեության իսկությունը ու ճշմարտությունը, որ ոչ թե որպես հուշահամալիր կամ ինչ-որ հուշակոթող, այլ որպես Աստծո տուն։